Արդեն 6 օր է անցել երկուամյա Տիգրանի անհետացման ողբերգական իրադարձությունից և Մարմարիկ գյուղը շարունակում է ապրել սարսափի, սպասման ու լռության մեջ, լարված հետևելով փրկարարների ու կամավորների ամեն մի շարժի։ Մայիսի 4-ից ի վեր տարածված հիմնական վարկածն այն է, որ փոքրիկ Տիգրանն աննկատ դուրս գալով տնից անցել է հարակից հողամասով ու հասել է գետին, որտեղ ըստ նախնական վարկածի հնարավոր է ընկել է Մարմարիկ գետը։ Սակայն անցնող 6 օրերի ընթացքում չի հայտնաբերվել որևէ հստակ վկայություն, հագուստի կտոր, խաղալիք, ոտնահետք կամ տեսանկարահանում, որը վերջնականապես հաստատեր այս վարկածը։ Եվ հենց դրա համար էլ օրերի ընթացքում շատերի մոտ առաջացել են կասկածներ ու այլընտրանքային ենթադրություններ, ներառյալ առևանգման վարկածը, որն ի դեպ երեխայի հայրը բացահայտ կերպով անվանել է որպես առավել հավանական տարբերակ։ Նրա խոսքով ինքը որպես ծնող տեսնելով տեղի ունեցածը որդու վարքագիծը, գյուղի առանձնահատկությունները ավելի շատ հակված է մտածելու, որ Տիգրանը գողացվել է, ոչ թե ընկել է գետը։ Հարցեր կան, որոնց պատասխաններն առայժմ օդում կախված են։ Եթե ընկել է գետը, ինչու որոնողական աշխատանքներն այդքան երկար արդյունք չեն տալիս։ Ինչու նույնիսկ գետի հունի փակման ու ջրի մակարդակի նվազեցման պարագայում չի հաջողվում գտնել ոչ մի հետք։ Եթե իսկապես ընկել է, ուր է նրա հագուստից կամ ինչ-որ մի հետք, որը գետն արդեն վաղուց պետք է դուրս բերած լիներ։ Ինչպես է հնարավոր, որ գետն այսքան օր լռի առանց որևէ վկայի։ Ստեղծված իրավիճակում այլևս շները չեն մասնակցում որոնումներին, քանի որ վերջին օրերին տեղացած ուժեղ անձրևները գետի հունը փոխել են, շների հոտառությունն այլևս անարդյունավետ է։ Գետը վարարել է, կրում է բազում նոր հոտեր, իսկ Տիգրանի հոտային հետքը վաղուց լվացվել է։ Սա ևս մի փաստարկ է, որը խորացնում է մարդկանց շրջանում կասկածները, իսկապես երեխայի հետ տեղի է ունեցել գետում կորելու դժբախտ պատահար, թե մի բան կա, որ ոչ բոլորին է հայտնի։ Եվ այսօր, երբ լրանում է Տիգրանի երկուամյակը, ողջ համայնքը լուռ է։ Այսօր պետք է լիներ տոն մոմերով, փուչիկներով, բայց կա միայն աղոթք, սրտի թրթիռ ու անհանգիստ լռություն։ Փոքրիկի ծնունդը վերածվել է ազգային աղոթքի։ Այս դեպքն արդեն վաղուց միայն որոնողափրկարարական գործողություն չէ։ Սա դարձել է մի ամբողջ ժողովրդի սրտի ցավ, անվստահություն, սուր հույզեր, տագնապ, ամեն մեկս այսօր հարց է տալիս՝ ուր է Տիգրանը։ Իսկ մինչ պատասխանն այդ հարցին կտրվի, եթե երբևէ կտրվի, մնում է միայն մի բան՝ հույսը, ու այդ հույսը նույնիսկ հիմա, 6-րդ օրը շատերի համար վառ է, ոմանք հավատում են հրաշքի, ոմանք արդար քննության, իսկ ոմանք Աստծո ողորմությանը։ Եվ մինչ փրկարարներն ու կամավորները շարունակում են մաղել գետը քարի տակ, թփերի մեջ, մենք շարունակում ենք սպասել։ Տիգրանը ոչ միայն անհետացած երեխա է, նա դարձել է համազգային խնդրի խորհրդանիշ, անսահման սպասման, ցավի, բողոքի ու արդարության պահանջի։ Տիգրանի դեպքը սոսկ ընտանեկան ողբերգություն չէ, այն ազգային ցավ է դարձել։ Այս պահին օգնության կարիք ունեն ոչ միայն փրկարարներն ու կամավորները, այլև ընտանիքը, համայնքը և տեղեկատվական հոսքի վերահսկման պատասխանատուները։ Ինչպես կարող ենք յուրաքանչյուրս օգտակար լինել ըստ մեր կարողությունների։ Միացեք կամավորական ջոկատներին։ Տասնյակ քաղաքացիներ արդեն միացել են որոնողական աշխատանքներին, եթե ունեք համապատասխան հագուստ, կոշիկներ, ջուր, հնարավորություններ, կարող եք միանալ և օգնել որոնելու փոքրիկին։ Տեղում աշխատող խմբերին պետք է տեխնիկա, լապտերներ, գետանցման պարագաներ, սնունդ, ջուր։ Դիմեք Մարմարիկի վարչական տարածքի ղեկավարությանը կամ փրկարար ծառայությանը նախապես համաձայնեցնելու համար։ Մի տարածեք չհաստատված տեղեկություններ։ Յուրաքանչյուր սխալ լուր ծանր հետևանք կարող է ունենալ հատկապես ծնողների հոգեվիճակի վրա։ Տարածեք պաշտոնական ու հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունները՝ ԱԻՆ-ից, փրկարար ծառայությունից կամ համայնքապետարանից։ Ուղղեք սխալ տեղեկատվությունը։ Եթե նկատում եք ինչ-որ մեկը տարածում է օրինակ Տիգրանը չէր քայլում, ապա տեղեկատվությունը, որը հերքվել է ընտանիքի անդամների կողմից։ Իհարկե, հոգեբանական աջակցություն ընտանիքին։ Եթե ճանաչում եք ընտանիքը կամ նրանց մերձավոր շրջապատից է, կարող եք պարզապես լուռ սատարել, աղոթել, նրանց կողքին լինել։ Բառերն այստեղ շատ նուրբ պետք է ընտրվեն, երբեմն չխոսելն է ամենամեծ աջակցության ձևը։
Որպես սատարող քաղաքացի օգնեք համակարգին, հետևեք, որպեսզի փրկարարներն ունենան աշխատանքային հանգիստ միջավայր առանց խանգարող պատահական այցելուների։ Եթե գյուղի բնակիչ եք, ապա հնարավոր է ձեր օգնությունը պետք լինի։ Եթե ունեք դրոն, ջերմացուցիչ տեսախցիկներ, ջրային սքաներ կամ այլ միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել, ապա անպայման դիմեք ԱԻՆ-ին։ Աղոթեք, երբ գործի է անցնում Աստծո կամքը, երբեմն մարդկային հնարավորությունները դառնում են անզոր, հատկապես այսօր Տիգրանի ծննդյան օրը աղոթքներն ամենամեծ օգնությունն են, որը կարելի է անել։ Պահանջեք արդար քննություն բոլոր վարկածների դիտարկում, աջակցեք, որ գործը մնա հսկողության տակ ու չմոռացվի, եթե օրերն ուղղակի անցնեն։ Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ժիր ու աշխույժ երեխա է։ Մարմարի գյուղում մայիսի 4-ից անհետ կորած երեխայի հորաքույրը մանրամասներ է պատմել երեխայի մասին, հերքելով նրա լավ չքայլելու մասին տեղեկությունները։ Պահանջում եմ, խնդրում եմ, ուղղեք և մի տարածեք, որ չի քայլում, ճիշտ գրեք, տարածեք, որ ճիշտ ընթանա ամեն ինչ, նշել է նա։ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մայիսի 4-ից անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այսօր Տիգրանի հորաքույրը որոշ մանրամասներ է պատմել երեխայի մասին, հերքելով նրա լավ չքայլելու մասին տեղեկությունները։ Կուզենամ բոլոր լրատվականներն իրենց գրառման մեջ ուղղում կատարեն Տիգրանի չքայլելու վերաբերյալ, որպեսզի գործի հունը ճիշտ ընթանա, որ այն մարդիկ, ովքեր փորձել են օգնել մեր Տիգրանին, ճիշտ ինֆո իմանան։ Չգիտեմ որտեղից եք դա վերցրել, հարգելի լրատվականներ, այդ ինֆոն, թե երեխան լավ չի քայլում, դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ժիր ու աշխույժ երեխա է։ Ուղղակի անփույթ վազող է, եթե վազում է, անպայման ընկնում է ու շատ բարձր ձայնով լաց լինում։ Տիգրանն այնքան սուր ձայն ունի, որ լացում ա, մենք մեր ականջները փակում ենք։ Պահանջում եմ, խնդրում եմ, ուղղեք և մի տարածեք, որ չի քայլում։ Ուղղակի Տիգրանը սիրում էր միշտ իրա մամայի գիրկը լիներ։ Գիրկը լինելն ու չքայլելը տարբեր բաներ են, ճիշտ գրեք, տարածեք, որ ճիշտ ընթանա ամեն ինչ։ Շնորհակալություն, գրել է նա։